Մատենադարանի հարող տարածքում կայացավ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած ազգային համաժողովը։ Ցավոք, խոչընդոտներից զերծ մնալ չհաջողվեց։ Ճանապարհները փակ էին, իսկ ոմանք թռուցիկներ էին տարածել, որում նշված էր համաժողովի մեկնարկի այլ ժամ, եւ մինչ համաժողովին կհնչեր հանրային պահանջագիրը, ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ իրեն այսօր փորձում են վարկաբեկեն եւ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Մեր դեմ մեծ արշավ է սկսված եւ իշխանության կողմից եւ ընդդիմության։ Թռուցիկներ են բաժանում վարկաբեկելով, չգիտեմ ինչու են իրենք ընկճախտի մեջ։ Ես ձեզ հարց եմ տալի, դուք իմի պատասխանեք այդ հարցին։ Իրենք ասում են, որ Կարապետյանը պետք է թողնի ժողովրդին, գնա խելոք սուս փուս միանա հակին։ Դուք կողմ եք դրան։ Ժողովուրդը երբևէ կողմ չի լինի այն մարդկանց, որոնք ստեր են, հերյուրանքներ են տարածում, որոնք ուզում են ուրիշին գցելով բարձրացնել իրենց վարքագիծը։ Մենք պայքարում ենք իշխանության դեմ, մենք չենք պայքարում ուրիշ չգիտեմ ինչ ուժերի դեմ։ Հասկանալի է, որ մարդիկ կան, որոնք ցանկանում են միայն իրենք լինել դաշտում եւ իրենց կարգախոսը մի կարգախոս ունեն, ով մեզ հետ չի, մեզ դեմ է։ Այդպիսի կարգախոսով հայությունը երբեք չի միավորվի։ Միայն արդարության շուրջ պետք է միավորվեն։ Համաժողովի մասնակիցները իշխանությանը ներկայացրեցին 18 կետից բաղկացած հանրային պահանջագիր, որի 3 կետերն առնչվում են քաղաքական ոլորտին, իսկ մնացած 15 կետերն ունեն սոցիալ-տնտեսական ուղղվածություն։ Հանրային պահանջագիր ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին։ Պարոն նախագահ, դուք իշխանության եկաք առաջ Հայաստան կարգախոսով, գուցե դուք նկատի ունեիք առաջվա Հայաստանը։ Այսօր մենք առաջնորդվում ենք հայրենիքի հանդեպ մեծ նվիրումով, հետևաբար ձեզ դիմելու պատճառը երկրում ստեղծված բարոյահոգեբանական, հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է։ Մեր պետության մեջ առօրեական են դարձել մեծ ու փոքր պաշտոնատար անձանց կողմից իրականացվող անարդարությունները, կամայականությունները, կաշառակերությունն ու ժողովրդական լայն զանգվածների անսքող կեղեքումը։ Զանգվածային անարդարություններն ու համատարած անպատժելիությունը պատճառ են դարձել ազգային աղետի չափերի հասած արտագաղթի։ Իրենց օրենքից վեր դասող կլանաօլիգարխի խմբերի սանձարձակությունները և տարատեսակ մենաշնորհների պայմաններում նրանց կողմից ազգային եկամտի յուրացումն ու անպատիժ թալանը դարձրել են կյանքը անտանելի։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անդառնալի կորուստների և հասարակական ցնցումների շեմին, իսկ իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականությունը ստեղծված իրավիճակում արագացնում է անկումը։ Այս ընթացքի վատթարագույն ավարտը բացառելու համար պահանջում ենք առաջնահերթ կերպով իրականացնել հետևյալ քայլերը. Քաղաքական ոլորտում անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին և թույլ չտալ արևմտյան խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, պետական մակարդակով պաշտպանել ջավախահայության շահերն ու աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր գտնվում են Վրաստանի իշխանությունների խիստ ճնշման տակ։ Սոցիալ-տնտեսական ոլորտում երկրում վերականգնել սոցիալական արդարությունը, ապահովել նվազագույն աշխատավարձի զգալի բարձրացում, բացառել գազի, էլեկտրոէներգիայի, ջրի, հասարակական տրանսպորտի սակագների թանկացումը, կանխել չհիմնավորված գնաճը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, սառեցնել բանկերում պարտքերի դիմաց օրեցօր աճող տոկոսադրույքները, բանկային վարկավորման տոկոսադրույքը սահմանափակել 7-ից 8%-ով, փոքր բիզնեսի համար սահմանել հաստատագրված ընդունելի հարկ, վերականգնել փողոցում առևտուր իրականացնողների աշխատանքը ապահովելով այլընտրանքային լուծումներ, կրկնապատկել նվազագույն սպառողական զամբյուղը, բարձրացնել կենսաթոշակները, բարձրացնել անապահով խավերի նպաստը, ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին, երիտասարդությանը հատկացնել կարևոր և առաջնահերթ տեղ, աջակցել երիտասարդ ընտանիքներին, խրախուսել երեխաների ծնունդն ու տրամադրել այդ ընտանիքներին մատչելի հիպոթեկային վարկեր, վերացնել արտագաղթի պատճառներն ու ապահովել ներգաղթի պայմաններ։
Հասարակության վստահությունը որոշ չափով վերականգնելու համար վերոհիշյալ պահանջների իրականացումը պետք է սկսել անհապաղ։ Եթե դուք իրավիճակի համակարգային եւ արմատական փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեք, ապա սույն թվականի փետրվարի 28-ի հանրահավաքում մենք կդիմենք հայ ժողովրդին անվստահություն հայտնել գործող իշխանություններին եւ գնալ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների։ Ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ 2011 թվականի փետրվարի 15-ին կայացած ազգային համաժողովի մասնակիցներ։ Հանրային պահանջագիրը ուղարկվում է նախագահի նստավայր։ Ժողովրդական կուսակցության անունից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին։ Մենք ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր այսօրվա ազգային համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված հանրային պահանջագիրը, որը բաղկացած էր 18 կետից, 3 քաղաքական եւ 15 սոցիալ-տնտեսական ոլորտի հարցեր։ Մեզ ընդառաջ դուրս եկավ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, մենք իրեն ներկայացրեցինք այդ կետերը, ինքը ասաց, որ կետերը բնականաբար առնչվում են ոչ միայն նախագահի, այլ նաև ազգային ժողովի իրավասությունների ներկայացում, նաև կառավարության աշխատանքի ոլորտի շրջանակներում, իրենք փորձեն համատեղ ջանքերով գտնել այդ պահանջների այդ ուղղությամբ ուրեմն աշխատանքներ իրականացնել, որպեսզի հարցերը լուծվեն։ Իսկ առհասարակ ազգային համաժողովի ընթացքում ժողովրդական կուսակցության նախագահը նկատում է, որ Հայաստանում չեն գործում երկրի մայր օրենքի սահմանադրության դրույթները, ինչի արդյունքում ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները։ Սահմանադրության առաջի կետը ճանաչում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Վերջի երկուսը արդեն ապացուցում են սոցիալականն ու իրավականը, որ ժողովրդավարություն չունենք մենք, այդ առաջի կետը խախտված է, մենք չունենք սոցիալական պետություն, չունենք իրավական պետություն և չունենք ժողովրդավարություն, ունենք բիրտ կոշտ իշխանություններ, որոնք չեն թողնում, որ մարդիկ ուղղակիորեն ապրեն և արժանապատիվ արժանավայել լինեն։ Երկրորդ կետը սահմանադրության հարգելիներս, ճանաչում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ես կարող եմ ձեզ ասել, որ իշխանությունը ուզուրպացված է, որովհետև չի կարելի միայն ամեն ինչ հանրապետական կուսակցությամբ որոշել։ Նույն մարդիկ են ընտրվում խորհրդարան, նույն մարդիկ են իշխանավարում, արդեն 20 տարի անուր իշխանավորները, և այսօր մենք տեսնում ենք նույն մարդիկ քաղաքականության մեջ են, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նույն մարդիկ են իշխանության մեջ, ոչ մի բան չի փոխվել, իրար փոխանցելով այս իշխանությունը առաջ են գնում ուրիշներին վարկաբեկելով։ Երրորդ կետը սահմանադրության հարգելիներս, Հայաստանի քաղաքացին պետք է ապրի արժանավայել, ապրում եք դուք արժանավայել։ Փաստորեն դուրս է գալիս, որ ամբողջովին սահմանադրությունը ֆիկցիա է, չի կատարվում, մենք ապրում ենք ոչ թե սահմանադրության իրավունքով, այլ բռնազավթված։ Եվ այսօր պետք է ասեմ ձեզ հարգելիներս, եթե մեր պահանջները չկատարվեն մինչև ամսի 28-ը, ամսի 28-ին մենք գործող իշխանավորին ցույց կտանք կարմիր քարտ, կասենք ոչ։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ ճանապարհները փակել են, այսօր մեր ընկերները չկարողացան գալ Դվինից, Արտաշատից, Մասիսից, ամբողջովին Արմավիրի մարզից, ամբողջովին փակել են ճանապարհները։ Ես ուզում եմ ասել, հարգելիներս, որ այսպես ապրել չի կարելի, մենք պետք է կարողանանք վճռական լինել, բայց ամսի 28-ին մենք ամբողջ մեր ներուժով կասենք այն, ինչ որ պետք է վաղուց գուցե ասած լինեինք, որ այսպես չի կարելի ապրել։ Ես ողջունում եմ ժողովրդական կուսակցության այս համաժողովը, հարգելի հայրենակիցներ, այն իրավիճակը, որը Հայաստանում կա այսօր, բառից բուն իմաստով
փակուղային է։ Այստեղից չկա ելք, կա միայն ճանապարհ դեպի անդունդ։ Անցած անգամ, երբ մենք հանրահավաքի էինք այստեղ, մենք խոսեցինք այն արտարբերությունից, որը թվում է թե ձևավորվել է մեր քաղաքում, մեր մայրաքաղաքում, եւ այսօր ես պետք է ասեմ, որ այդ անտարբերությունն է արդյունքը, որ հազարավոր մեր հայրենակիցներ, համաքաղաքացիներ ուղղակի դուրս են շպրտվել, կորցրել են այն չնչին աշխատատեղերը, որոնք ընդամենը մի քանի 100 դրամ էին կարողանում ապահովել այդ մարդկանց համար, եւ հանապազորյա հաց սեփական երեխաներին բացարձակ սովի մեջ չպահելու համար։ Ես ողջունելով այս համաժողովը բոլորիս կոչ եմ անում, անկախ նրանից կուսակցական ենք թե ոչ, պատրաստել հայ ժողովրդի քաղաքացիական այդ բացառիկ համաժողովը, համաժողով, որը որևէ կասկածի տեղիք չի տա, թե ով է այս երկրում իշխանության տերը։ Յուրաքանչյուր երկրում էլ, անկախ նրանից որտեղ է դա, գոյություն ունի միայն մեկ տեր։ Այդ տերը տվյալ երկրի ժողովուրդն է։ Այս երկրի տերը դուք եք, այս երկրի տերը մենք ենք, հայ ժողովուրդը։ Հաստատ համոզված եմ ինչպես ես, այնպես էլ դուք հոգնել եք այս իշխանություններին քննադատելուց։ Մեր մեծերից փոխանցվել է մի արդարացիոն սուրբ միտք։ Դա նա է, որ հիմա պետք է հնչեցնեմ։ Սևին սապոնն իշկանի, խևին խրատն իշկանի։ Դրա համար ես ուզում եմ այսօր այս ողջ 20 տարվա մեջ ժողովրդի համար ոչինչ չանող հանձնաժողովներից մեկին մի բան ուշեմ, ինչպես միշտ սխալվում էիք, այս անգամ էլ սխալվեցիք, այն էլ չարաչար, որ փակեցիք ժողովրդի համակրանքը վայելող ԱԼՄ հեռուստաընկերությունը, խղճուկներ, փակեցիք ԱԼՄ-ն, հիմ դրեցիք ժողովրդի զարթոնքին, որը չեք կարողանալու կասեցնել, ինչ ճանապարհել, որ ուզենաք ընտրել։ Մենք որպես կրվող ազգ, մենք համբերել ենք, բայց թողնենք անեն, որ ժողովուրդը մարդավարի ապրի ու հարցին լուծում տան ժողովրդի վաղվա օրվա։ Մեկ էլ ես խնդրեմ մեր մյուս վերադասներից, անձամբ նախարարներից, որ չհոլովեն միշտ մեր աղքատ ժողովուրդ, այս աղքատ ժողովուրդ չի էլ, իրանք են աղքատացրել, ավելի շատ իրանք են աղքատ, որ չեն իմացել, չեն կարացել գնահատեն հայ ժողովրդի իրավիճակը։ Դուք մեր կորիզն եք եւ ոչ թե նախկին պաշտոնավորներ եք, դուք հասարակ ժողովուրդ եք, այն որ ասում են կոտայքի մարզպետն ա ուղարկել, չգիտեմ կրակեմ հրաչն ա ուղարկել, չգիտեմ ուրեմն վիրավորում են ժողովրդին, իսկ ով ասում է նա կտապալվի իր հերյուրանքների մեջ։ Տիգրան Կարապետյանի տեղեկացմամբ փետրվարի 19-ին կկայանա ժողովրդական կուսակցության երիտասարդական ֆորումը, որին կհաջորդի ազատամարտիկների հանդիպումը, իսկ փետրվարի 28-ին ժամը 15-ին Մատենադարանի մոտ կկայանա նախատեսված հանրահավաքը, ու եթե իշխանության կողմից քայլեր չձեռնարկվեն, ապա հանրահավաքին իշխանությանը ցույց կտրվի կարմիր քարտ։ Այժմ մեր վերջնագիրը տարել են նախագահական նստավայր, մեր ընկերները, մեր պահանջներով 28-ին, եթե պահանջներից գոնե կեսը չլնեն կատարվա, իդեպ պետք է գրավոր մեզ պատասխանեն, ոչ թե բանավոր, գրավոր պետք է պատասխանեն մեր հարցերին։ Մենք բառից բուն իմաստով կարմիր քարտերը կբաժանենք ժողովրդին եւ կբարձրացնենք այդ կարմիր քարտերը։ Հարգելիներս, ամեն դեպքում մենք պետք է մեզ համար կերտենք մեր ապագան։ Մենք չունենք այսօր ապագա։ Մենք չունենք այսօր այն հարգանքը, որը հայ ժողովուրդը պետք է ունենա իր երկրում։ Եկեք մտածենք մեր արժանապատվության մասին։ Եթե մենք չունենանք արժանապատվություն, մենք կկործանվենք։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելիներս։ Ցանկանում եմ ամենայն բարիք 28-ին այս նույն ժամին, ժամը 3-ին մենք հավաքվելու ենք այստեղ եւ կարմիր քարտ ցույց տանք իշխանավորին։